Հուլիսի 20-ին Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկում բնակվող Պետրոսյանների ընտանիք, շնորհավորելու նրանց փոքրիկ Տիգրանի լույս աշխարհ գալու առթիվ։ Ընտանիքում ծանր կորուստներից հետո կրկին հնչել է մանկան ձայն, լցնելով տունը նոր հույսով ու ջերմությամբ, այս մասին հայտնում են ներքին գործերի նախարարությունից։ Նախարարը ընտանիքին մաղթել է առողջություն, ամրություն, խաղաղ ու երջանիկ օրեր, ընդգծելով, որ փոքրիկի ծնունդը նոր լույսի և կյանքի շարունակության խորհրդանիշ է։ Պետրոսյանները շնորհակալություն են հայտնել նախարարին մշտական ուշադրության, հոգատարության և մշտապես իրենց ընտանիքի կողքին լինելու համար։ Երկուամյա Տիգրանի մահից հետո 2025 թվականի հոկտեմբերին մահացել էր նաև նրա հայրը Նորայր Պետրոսյանը։ Նրա մահից կարճ ժամանակ անց կինն իմացել էր, որ հղի է։ Ընտանիքի տունը, որը ամիսներ շարունակ եղել էր ցավի, արցունքների և ծանր հիշողությունների կենտրոն, այս անգամ լցված էր բոլորովին այլ զգացողություններով։ Այնտեղ կրկին մանկան լաց էր լսվում, հնչում էին շնորհավորանքներ, բարեմաղթանքներ ու ջերմ խոսքեր։ Տունը, որտեղ ժամանակին լռություն էր իշխում, այսօր նոր կյանքի շնչով էր լցվել։ Նորածնի ծնունդը շատերի համար կդառնա հիշեցում, որ նույնիսկ ամենածանր կորուստներից հետո կյանքը շարունակվում է իր ընթացքով։ Ցավը երբեք ամբողջությամբ չի անհետանում, սակայն ժամանակի ընթացքում նրա կողքին կարող են ծնվել նաև հույսը, հավատը և նոր ուժը։ Թող փոքրիկ Տիգրանի կյանքը լինի լուսավոր ու խաղաղ, լի առողջությամբ, սիրով ու երջանկությամբ։ Թող նրա մանկության յուրաքանչյուր օրը լցվի ժպիտներով, իսկ նրա ընտանիքում այսուհետ հնչեն միայն ուրախության ձայներ։ Նոր կյանքի ծնունդը միշտ էլ հույսի խորհրդանիշ է, իսկ այս ընտանիքի համար այն նաև ապագային հավատալու և նոր ուժով առաջ շարժվելու առիթ է։ Հիշեցնենք, որ փոքրիկ Տիգրանի դժբախտ պատմությունը ցնցել էր ամբողջ Հայաստանը։ Մայիսի 9-ին փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն էր։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Հրազդան խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում 2 տարեկան երեխա էին որոնում։ Փոքրիկ Տիգրանը բակում խաղալիս էր եղել։ Ծնողները մտածել են, թե երեխան տանն է քրոջ հետ, սակայն որոշ ժամանակ անց պարզվել էր, որ նա անհետացել է։ Որոնողական աշխատանքների ընթացքում շրջանառվում էին տարբեր վարկածներ։ Շաբաթներ տևած որոնումներից հետո մայիսի 24-ին ժամը 10:40-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում Հրազդան ջեկի մոտակա կամրջի հատվածում հայտնաբերել էին որոնվող երեխայի տին։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Մարմարիկում հայտնաբերված 2ամյա Տիգրանի մարմնի արտաքին զնությամբ վնասվածքներ և բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Քննչական կոմիտեից հաստատել էին համաձայն փորձաքննության եզրակացության, երեխան մահացել է մեխանիկական շնչահեղձությունից շնչուղիների ջրով փակվելու, այսինքն ջրահեղձման հետևանքով։ Նշենք, որ ամիսներ առաջ մահացել էր նաև Տիգրանի հայրը Նորայր Պետրոսյանը։ 1 տարի անց ինչ է կատարվել Մարմարիկում, արդյոք այն հատվածը, որտեղից ընկել էր Տիգրանը, փակվել է և վտանգավոր չէ արդյոք մյուս երեխաների համար։ Արթուր Քարամյանը հայտնել էր, որ երեխան որտեղից ընկել է, հավելել, որ հնարավոր չէ ամբողջությամբ փակել գետի տարածքը։ Այդ հատվածից Տիգրանն էր ընկել, գետի բոլոր հատվածները հո չենք փակելու, ասել էր նա։ Փոքրիկ Տիգրանի ընտանիքը շարունակում է ապրել Մարմարիկում։ Փոքրիկ Տիգրանի պատմությունը երկար ժամանակ հուզում էր հազարավոր մարդկանց։ Մայիսի 4-ից սկսված որոնումները դարձել են Հայաստանի վերջին տարիների ամենածավալուն որոնողափրկարարական գործողություններից մեկը։ Տասնյակ օրեր շարունակ հարյուրավոր փրկարարներ, ջրասուզակներ, ոստիկաններ, կամավորներ ուսումնասիրում էին գետի հունը, հարակից տարածքները, անտառները և այլ հատվածներ, հույս ունենալով, որ երեխան կգտնվի։ Որոնումների ընթացքում կիրառվեցին տարբեր միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, հատուկ տեխնիկա, ջրափրկարարական նավակներ, ջրասուզակների խմբեր և ծառայողական շներ։ Ստուգվեցին նաև տարբեր վարկածներ, իրականացվեցին բազմաթիվ փորձաքննություններ և քննչական գործողություններ։ Սակայն մայիսի 24-ին ստացվեց այն լուրը, որից բոլորը վախենում էին։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում հայտնաբերեցին 2ամյա Տիգրանի մարմինը։
Այս ողբերգությունը նաև մեծ գնահատանքի արժանացրեց փրկարարների աշխատանքը, նրանք օրեր շարունակ հաճախ վտանգավոր պայմաններում շարունակեցին որոնումները, չդադարեցնելով աշխատանքները նույնիսկ այն ժամանակ, երբ սովորական ժամկետներն արդեն անցել էին։ Շատերը նշում էին, որ այդ մարդկանց նվիրվածությունն ու հաստատակամությունը օրինակելի էին։ Տիգրանի պատմությունը դարձավ ոչ միայն մեկ ընտանիքի ողբերգություն, այլև մի պատմություն, որը հուզեց ամբողջ հասարակությանը։ Այն հիշեցրեց, թե որքան թանկ է յուրաքանչյուր մանկական կյանքը, որքան կարևոր են զգոնությունը, արագ արձագանքը և նման դեպքերում բոլոր ծառայությունների համատեղ աշխատանքը։ Փոքրիկ Տիգրանի հիշատակը շարունակում է ապրել նրա հարազատների, համագյուղացիների և բոլոր այն մարդկանց սրտերում, ովքեր այս օրերին աղոթում էին նրա համար և մինչև վերջին պահը հավատում էին հրաշքի։ Թող նրա հիշատակը օրհնյալ լինի։